առումով աննորմալ է անվանում Հայաստանի Հանրապետության 720,000-ից ավել քաղաքացու։ Այս մարդկանց դիրքորոշումը դա է, այս մարդկանց մոտեցումը դա է, որ նորմալ մարդը ուղղակի չէր կարող չընտրել Սամվել Կարապետյանին։ Նորմալ մարդը պիտի ընտրեր Սամվել Կարապետյանին, իսկ ով էլ որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն այդ 720,000 մարդը աննորմալ է այս մարդկանց պատկերացնում։ Ես իհարկե չգիտեմ նորմալի ու աննորմալի մասին ուժեղ Հայաստան դաշինքի պատկերացումները, բայց դրանք ըստ ինձ փոքր-ինչ տարակուսելի են առնվազն, քանի որ երբ որ քաղաքական ուժը առհասարակ մտածում է, որ ինքը կարա 730,000 հոգու աննորմալ անվանի, հարգելի գործընկերներ, թույլ տվեք պնդել, որ դա արդեն իսկ աննորմալ է։ Դուք այստեղ շատ լավ օրինակներ ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ժեղ, օխլոս, նմանատիպ բաներ անվանած խմբակցության ներկայացուցիչների։ Էլ ավելի հետաքրքիր ներկայացուցիչներ կան, դրանից ազգային ժողովից դուրս է սպայի դրության, որոնք նախկինում նստում էին այս խմբակցության փոխարեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ առհասարակ պետք է զգույշ խոսել, շատ զգույշ է պետք խոսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որովհետև հարգելի գործընկերներ, ես չգիտեմ իհարկե դուք որքան կապիտալ, որքան գումար ունեք, բայց թույլ տվեք ձեզ ասել, որ եթե նույնիսկ դուք աշխարհի հարստություն ունենաք, դա ձեզ թույլ չի տալի Հայաստանի Հանրապետության ժողովրդին վիրավորել։ Դա ձեզ թույլ չի տալի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վիրավորել։ Հատկապես վիրավորել մի բանի համար, որ այդ քաղաքացին չի վաճառվել։ Ինչևէ, շատ խոսվեց հեծի մասին անցած օրերին։ Թույլ տվեք մի քանի բան էլ ես արտահայտեմ հեծի մասին։ Հեծն էլ հոր ռուսական օլիգարխիային է պատկանում, ամենավատ մոնոպոլ կազմակերպությունն է, համարյա մարզով մեկ հոսանք չունենք, չնայած նորմալ է դա, նոր բան չի, մութ ու ցուրտ տեսած սերունդ ենք, հետաքրքիր միտք է, չէ՞։ Հեսա կասեմ ինչ մասն է, երեկվանից մասնավորապես ժամը 22:30-ից Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում էլեկտրականություն չկա, ու հայ էլեկտրական ցանցեր ՓԲ-ն թքած ունի, թե մարդիկ այս սառնամանիքին կցրտահարվեն կամ ինչ պիտի անեն։ Սա առաջին դեպքը չի, ու տարվա որ եղանակին ու ժամին ուզում են առանց տեղյակ պահելու անջատում են, որի հետևանքով մարդկանց տեխնիկան է փչացել, օրինակ նոթբուքս։ Երբ պետք է այս ամենաթողությանը վերջ տրվի, չէ՞ որ մենք վճարում ենք տասնապատիկ ավել հեծի մատուցած ծառայությունների դիմաց, իսկ մարդկանց ով է փոխհատուցելու պատճառած վնասի համար, թե մտածում են գյուղերում մարդիկ չեն ապրում ու պետք է միշտ անտեսել, հեծին դատել ու վտարել է պետք։ Պարոն Կարապետյան, մի ընդհատեք, այս մտքերը գիտեք ինչ, պարոն Կարապետյան, մի վարքյան, այս մտքերը գիտեք ինչով են ծանրակշիռ։ Այս միտքը օրինակ գրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ձեր խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի կողմից։ Հարգելի գործընկերներ, մենք այստեղ ձեզ ասելու բան չունենք, հասկանում եք, հեծի մասով ես չի որ պետքա ձեզ գնահատական տամ, ձեր գնահատականը ձեզ արդեն իսկ տված է ձեր խմբակցության կողմից։ Տենց խեթ հայացքներով մի նայեք Տիկին Ավետիսյանին, հարգելի գործընկերներ։ Տիկին Ավետիսյան, դուք ունեք խոսքի ազատություն, կարծիքի ազատություն, դուք պաշտպանված եք Հայաստանի Հանրապետությունում, եթե որևէ մեկը կփորձի բռնանալ ձեր կարծիքի վրա, կարող եք դիմել կպաշտպան։ Նախորդն էլ էր Տիկին Ավետիսյանը գրել, այդ արդեն 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, այ որ ասում էր հեծն էլ հոր ռուսական օլիգարխիային է պատկանում այդ։ Տիկին Ավետիսյան, շատ ողջունում եմ ձեր շրջահայացությունը, հեռատեսությունը եւ սեփական կարծիքը արտահայտելու քաջությունը։ Ձեր էջից է։ Ինչևէ, բայց նորմալին ու աննորմալին վերադառնալով, հարգելի գործընկերներ, ասում ենք, որն է նորմալ, որն է աննորմալ, քաղաքացին է նորմալ, թե այս մեկն է նորմալ։ Հարգելի գործընկերներ, 126,000 դրամով, ես գիտեք դե, Իջևանում եմ ծնվել, բայց Զեյթունում եմ մեծացել, Զեյթունցի եմ, պարոն Գաբրիելյանն է Զեյթունցի, եւ կներեք, բայց այս հեծի թեմաներից իմ Զեյթունցի արժանապատվությունը ու մեր թաղի ժողովրդինն էլ շատ վիրավորված է։ Ուրեմն Զեյթունում, երբ որ ահռելի պարկինգը 126,000-ով ամսական վարձով եք տվել հեծին պատկանող ու գնացել Մալացիայում 12 միլիոնով վերցրել եք, թող ներեն Մալացիայի մեր գործընկերներ, բայց ես ու պարոն Գաբրիելյանը այդ միտքը մի տեսակ ծանր ենք տանում, էլի։ Այդ երբանից Զեյթունը դառավ 126,000, նույնատիպ բանը Մալացիայում 12 միլիոն։ Հարգելի գործընկերներ, էդ է ձեր պատկերացրած նորմալ, ասում է մեր գրպանից է, ժողովուրդ, այդ ինչ բիզնես մոդել է։
Այսինքն այդ ինչ բիզնես մոդելա ձեր գրպանից, հում գրպանից ուզում ալ, այդ ինչ այդ նորմալ է, այտենց բիզնես են անում առհասարակ։ Այդ որ սիստեմով է տենց, որ դու ունես օրինակ, չգիտեմ, բաժակ, այս բաժակը տալիս ես վարձով 126,000 դրամով, ու մի հատ ուրիշ նույնական համարյա բաժակ վերցնում ես 12 միլիոն դրամով։ Այդ ինչ սիստեմ է։ Այդ նորմալ է առհասարակ, այդ փողերի շարժը նորմալ է, այդ ինչ փողեր է։ Այդ մաքուր փողեր են, այդ ինչ է ժողովուրդ։ Այդ ինչ է։ Ես այդպես բիզնես չգիտեմ որպես այդ։ Ասում եք բանը, ասում եք Հալիձորի մանկապարտեզի վրա հավելագրումներ է կար։ Ես մա, հա, բացահայտել ենք, հիմա ձեր վախտել ալնում։ Այո, բայց գիտեք տարբերությունը որն է, պարոն Ղազարյան, որ մեր մոտ հիմա որ ելնում է, քանի հատ հաղորդում կա տված ոստիկանություն, դուք տվել եք հաղորդումներ։ Ոստիկանություն հաղորդումներ տվել եք, հեչ մարդ կա, որ այդ գործով գնացել է քրեական վարույթով անցել է։ Հարգելի ներողություն էլի։ Ներողություն, պարոն Ալեքսան, մի վայրկյան։ Հարգելի գործընկերներ, անընդհատ տեղից արձագանքում եք։ Մի արձագանքեք, դուք ունեք եզրափակիչ ելույթի իրավունք, վերջում կգաք, կարձագանքեք։ Ինքը ձեր հետ է խոսում, բայց ձեզնից այս պահին չի ակնկալում արձագանք։ Շարունակեք, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն։ Նույն Հալիձորի մանկապարտեզի վրա ինչի է ավել փող գրվել։ Որ բանա, այդ փողով ազգային բարերարություն արվել է օրինակ։ Հեչ այդ փողով ինչ բարերարություն արվել է ավել գրած մանկապարտեզ։ Լավ էդ էլ հլա ջանդա։ Ժողովուրդ 102-րդ ռազմաբազայի վրա եք ավել փող գրել։ Ասենք այն մարդ 102-րդ ռազմաբազայի վրա ժողովուրդ։ Հետո էլ ասում եք խիա Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ։ 102-րդ ռազմաբազայի վրա ավել փող եք գրել։ Պարոն Ղազինյան, ձեզ նախազգուշացում եմ այդ ան։ Պարոն Ալեքսան, Ղազինյանին նայելով մի խոսեք, ասենք Տիկին Ավետիսյանին նայելով խոսեք, որ չարձագանքի տեղից։ Հետո կասեն հարաբերությունները փչացավ, էս արեց, այն արեց։ Բա սենց ոնց կլինի ժողովուրդ ջան։ Բայց լավ, այս հետի մասին դեռ շատ ենք խոսել, ինձ թվում է այնուամենայն։ Սիրելի քաղաքացիներ, անցած տարիների ընթացքում հիմա քննարկվում է հենց այն հանձնաժողովի հարցը, որի համակարգման տիրույթում է նաև ենթակառուցվածքների շինարարությունը։ Մենք 4735 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել ապրիլի դրությամբ, հիմա այս թիվը միանշանակ շատ ավելի շատ է։ 4735 կիլոմետր ճանապարհ։ Ես հիշում եմ, օրինակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի բանն էին նկարում, նախընտրական հոլովակն էին նկարում, հպարտորեն մեջ ասում էր, որ 10 տարում կառուցվել է 1000 կիլոմետր ճանապարհ, այն էլ Լինսի հիմնադրամով բանով հիշում եք այն հայտնի պատմությունները։ 4735 կիլոմետր ճանապարհ։ 1757 կիլոմետր լուսավորություն է անցկացվել ճանապարհային, սիրելի քաղաքացիներ։ Այս ամեն ինչը արվել է ձեր հարկերով, ձեր միջոցներով։ Բայց այդ ամեն ինչը արվել է ձեր համար։ Այդ ամեն ինչը արվել է նրա համար, որ ձեր երեխաները իմանան, թե ինչ է նշանակում ապրել բարեկեցիկ կյանքով։ Որ ձեր երեխաները հասկանան, որ հասարակ ասֆալտապատ ճանապարհ ունենալը սեփական գյուղում կամ քաղաքում դա ինչ որ մի չգիտեմ ինչ, տեսնված, չլսված հաճույք չի, այլ դա հասարակ մարդկային կյանքի նվազագույն նորմա, որը պետությունը պետք է ապահովի եւ ինչը հարգելի գործընկերները երկու խմբակցությունների չեն արել իրենց կառավարման 20 եւ ավելի տարիներին, չեն արել, բայց դրա փոխարեն բազմապատիկ աճել է նրանց ընտանիքների կապիտալը, միանշանակ աճել է, անտարակույս աճել է։ Իսկ նույնիսկ հակադարձ համեմատական է եղել Հայաստանի Հանրապետությունում կառուցված ենթակառուցվածքների։ Այս ամեն